լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի քաղաքացիներ, Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ, եւ դա տեղի է ունենում Ուրսուլա ֆոն դեր Լայենների, Կայա Կալասների, Մարդակասերի եւ եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաների ծափահարությունների ներքո։ Այո, հենց ձեր մեղավորությամբ է, որ հայաստանյան փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում եւ չի պատժվում։ Ձեր մեղավորությամբ է, որ Հայաստանը վերածվել է քաղ կալանավայրի բաց երկնքի տակ։ Ձեր մեղավորությամբ է, որ աբորենի քրեական հետապնդման է ենթարկվում Անդրանիկ Թևանյանը, Ավետիք Չալապյանը եւ փոքրիկ Հիտլերի մյուս բոլոր գաղափարաքաղաքական ընդդիմախոսները։ Ձեր մեղավորությամբ է, որ հարձակում է իրականացվում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, ոտահարվում է Հայաստանի սահմանադրությունը, ճնշման են ենթարկվում փոքրիկ Հիտլերի բոլոր ընդդիմախոսները եւ օրը ցերեկով հայրենիքի գողերը դարձան նաեւ ձայնագողեր ու գողացան ընտրողների քվեն։ Եվ ձեր մեղավորությամբ էր, որ Արցախը դավադրաբար հանձնվեց ու Հայաստանը հիմա դարձել է աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ։ Եվ դուք այս ամենի առաջ աչք եք փակում, որովհետև դուք թքած ունեիք, թե ինչ էր տեղի ունենալու արցախցիների հետ։ Դուք թքած ունեք, թե ինչ է տեղի ունենալու Հայաստանի ժողովրդի հետ։ Դուք թքած ունեք, թե այս պահին ինչ է տեղի ունենում ուկրաինացի ժողովրդի հետ։ Որովհետև ձեզ համար ամենակարևորը այն է, որ դուք ձեր խամաճիկների միջոցով հակառուսական գործիք դարձրած ձեր այդ հակառուսական կեղտոտ քարոզարշավը եւ ծրագրերը իրականացրեք։ Հետևաբար մենք ոչ ենք ասում բռնապետությանը, մենք ոչ ենք ասում բռնաճնշումներին, մենք ոչ ենք ասում եվրոպական այս կեղծ ժողովրդավարության երկակի ստանդարտներին եւ մենք պահանջում ենք ազատ արձակել Անդրանիկ Թևանյանին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին։